Անդրադառնալով գյուղացիների խնդիրներին, պարոն Կարապետյան, դուք խոսեցիք մթերման կայանների մասին, բայց մենք գիտենք, որ մինչև մթերմանը հասնելը գյուղացիները բերքը մշակելու այդ ճանապարհին բազմաթիվ խնդիրների են բախվում։ Ինձ հետաքրքիր է ինչ են ասում ձեր շփումները, մարդիկ ինչ այսպես ռիսկեր են ձեզ ներկայացրել կամ առաջարկել օրինակ ինչ-որ ճանապարհներ այդ հնարավոր անհնար ռիսկերը կառավարելու համար։ Են գյուղացիները մեզ ասել, մեր ուսումնասիրությունները բերել են դրան։ Առաջի ռիսկը դա ձեր թվարկած ռիսկերից առաջինը ջրի խնդիրն է։ Հայաստանում շատ գյուղեր, շատ ցանկատարածություններ, այգիներ ունեն ջրի խնդիր։ Ռոռոկման համակարգի խնդիր, չնայած որ Հայաստանը ջրառատ երկիր է, մենք 5 միլիարդ կուբամետր ջուր ունենք տարին։ Ու մեծ կորուստով օգտագործում ենք տարածաշրջանի, պատկերացեք ժամանակին նաև պատմականորեն կոչվում էր երկիր Նայիրի, գետերի երկիր, այսինքն ջրառատ երկիր է։ Առաջինը ջրի խնդիրն է գյուղերում, մթերումից բացի։ Երկրորդը վարկերի խնդիրն է։ Մարդիկ սեզոնի սկզբին վարկ են ձեռք վերցնում եւ չգիտեն տարվա վերջ ինչ գնով են վաճառելու բերքը։ Բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ, մանավանդ Արարատյան դաշտում, մենք ում հետ հանդիպում ենք, բոլորը ասում են, որ վարկերը 2 տարի լավ է գնում, 3-րդ տարի խնդիր է ունենում, ամբողջ կյանքը վարկերի տակ են մնում մարդիկ։ Եվ երրորդ խնդիրը, որ մենք տեսնում ենք հերթականությամբ, դա տեխնիկայի, գյուղտեխնիկայի խնդիրն է։ Հայաստանը փոքր երկիր է։ Հայաստանում գյուղտեխնիկա ապահովել ամեն շրջանում հեշտ բան է, ժամանակին դա եղել է ու դա բերել է նրան, որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն ժամանակակից տեխնիկայով իրենց մի տեխնիկայի պարկը կարող է սպասարկել մի ամբողջ շրջան։ 3 խնդիր ունի գյուղատնտեսությունը բացի մթերումից։ Մթերումը ամենամեծ խնդիրն է, քանի որ մթերումը ապահովում է գյուղացու արտադրանքի եւ վերջնական վաճառքի միջև այդ միջանկյալ կապը, որը մենք պետք է ստեղծենք, դրանից հետո մենք պետք է զբաղվենք մի քանի հարցով։ Ինչպես ասեցի, երկրորդ հարցը վարկերն է։ Ինչ անում մթերման կայանը։ Մթերման կայանը տալիս է տարվա սկզբին օրինակ սիլիտրա կամ այլ տեսակի պարտանյութեր, որպեսզի մարդը վարկ չվերցնի, որպեսզի պարտանյութ ունենա։ Ապահովում է կայունություն նաև գյուղացու համար, որ դու այս գնով կարող ես վաճառել։ Դա վարկունակության վրա բավական ազդեցություն է թողում։ Բանկերը ավելի քիչ տոկոսով կկարողանան ֆինանսավորեն, այն պատճառով, որ իրենց համար դա կլինի կայուն ու բնականից կանխատեսելի գործընկեր։ Գործընկերը կիմանանք, թե բերքը ինչքանով է։ Բանկային համակարգին ծանոթ լինելով ամենակարևոր բանը բանկերի համար կայունությունն է, կանխատեսելիությունն է։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ գյուղացու համար գինը տարվա սկզբից պարզ լինի, գյուղատնտեսական վարկերի տոկոսների վերանայման հնարավորություն կունենանք։ Ջրերը, ռոռոկման համակարգը երկրում ունի բարեփոխման կարիք։ Մթերման կայանները անելուց հետո, խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ ասացի վրա, այն քայլերից հետո, երբ մթերման կայանների process-ը մենք իրականացնենք, երկրորդ քայլը պետք է լինի ռոռոկման համակարգի եւ գյուղտեխնիկայի ստեղծումը, պարկերի ստեղծումը բոլոր շրջաններով Հայաստանի։ Դա բերելու է նրան, որ պարկերը օգնելու են արտադրողականություն ավելացնել, տեխնիկայի պարկերը, որովհետեւ կորուստը քիչ է լինելու։ Եվ ջրի հարցը լուծելով մենք բերքատվության ավելացում ենք ունենալ։ Կոպիտ ասած, այս պայի դրությամբ մենք բերքը վաճառելու խնդիր ունենք։ Դեռ ապահովենք վաճառքը եղած բերքի, հետո ապահովենք բերքատվության աճը ռոռոկման համակարգի լավարկման միջոցով, տեխնիկայի պարկի միջոցով։ Իսկ վարկերի առումով մթերման կայանը ամենալավ գործիքն է, տալիս է կայունություն, վարկերի տոկոսի ցածր լինել, քանի որ բանկը իմանում է, թե ինչ գնով է նա բերքը վաճառելու։ Եվ երկրորդը նաև պարարտանյութեր, հնարավոր է նաև դիզել տա, որի դիմաց կստանա մթերք։